Ծովախեցգետնի սիրտը գտնվում է նրա գլխի մեջ։ Ծովախեցգետիները ապրում են 100 տարուց ավել։ Գրանցված ամենաերկար դեպքը 140 տարի է։ Բարև, այսօր առաջարկում միասին պատրաստենք ծովախեցգետնով ապուր։ Դե եթե ապուր ենք պատրաստում, գործի դնենք կաթսան։ Կաթսան հայտնվում է կրակին։ Առաջին բաղադրիչները երկուսն են, կարելի ասել, նրանք համեմունք են հանդես գալու այս ապուրի մեջ։ Դա նարինջն է և կիտրոնը։ Կտրում ենք 1 շերտ նարինջ, 2 շերտ արի այստեղ կիտրոն, սրանք հեռացնենք սերմերը, այն ավելորդ դառնություն կհաղորդի ապուրին, մեզ պետք չի։ Վերցնում ենք լոլիկը ձիթայուղի մեջ, պատկերացրիք չէ, լոլիկի ճիրը համեմել է ձիթայուղը և հենց այդ համեմված ձիթայուղով պատում ենք շերտերը և տապակում։ Տապակում ենք։ Երկու կողմից կկարմրացնենք, կհանենք կարմիր հարթության վրա, որից հետո տապակելու ենք սոխ։ Տեղադրում ենք տախտակը, կվերցնեմ 1 միջին չափի գլուխ սոխ, կկտրատեմ այն մանր։ Քամում ենք լոլիկները, մեզ հարկավոր է այս պահին համեմված ձիթայուղը։ Հանում ենք շերտերը։ Լցնում ենք ձիթայուղը։ Լոլիկները կօգտագործենք ավելի ուշ։ Եվ սոխն ենք տապակում։ Սոխը անմիջապես կհամեմեմ մառանիկ ընկերության աղով, կարելի ասել 1 պտղունց աղով, 1 պտղունց շաքարավազով և 1 պտղունց սոդայով։
Տեսնենք ինչ ունենք սառնանում։ Ծովա խեզգետին նախապես մաքրած եւ խաշած բեկոնի շերտեր եւ ննուշի կաթ, կոկոսի կաթ։ Կվերցնենք բեկոնի այս սրանց 3 շերտ, կտրատում ենք ձողիկների, համեմում ենք Մարանիկ ընկերության չորացրած սամիթով։ Հենց բեկոնի զողիկները կարմրեցին, կավելացնեմ սպիտակ կիսաանապակ գինի։ Մոտ 50 գրամ։ Երեք րոպե եփելուց հետո կավելացնեմ 1 լիտր ջուր։ Իսկ մինչ այդ նախապատրաստենք մյուս համեմունքը, որը ընթացքում հանելու ենք, որոշակի ժամանակ կթողնենք եւ կհանենք։ Այդ համեմունքներն են Մարանիկ ընկերության դափնու տերևը, 1-2 տերև, հատիկ սև պղպեղը, մոտ 10 հատիկ, և նեխուրի տերևներ։ Այսպես համեմունքները դնում ենք թանզիֆի մեջ, կապում ենք, որ հեշտ լինի հանելը, այսպես։ Լցնում ենք եռացրած ջուրը, 1 լիտր։ Կախում ենք սա, այսպես, ինչը, և կարելի է ծածկել։ Այժմ անցնենք մյուս բաղադրիչին։ Մյուս բաղադրիչը դա գազարն է։ Կվերցնեմ 1 գազար, կտրատում ենք թելիկների, գազարի մեջտեղի քաղցր մասը, գիտենք ում ենք տալիս, վերցրում բոշխնիր, թարմ գազարը շատ օգտակար է, գազարի թելիկները, այսպես մեկու մեջ կտրում ենք, որ հարմար լինի ուտելը, և լցնում ենք կաթսայի մեջ։
Մյուս բաղադրիչը, որը կառաջարկեմ, դա ցուկինին է։ Կվերցնեմ կես ցուկինի։ Սա կտրատում ենք մանր խորանարդիկների։ Կարելի է շատ մանր չանել, խորանարդիկների, միջինից մի քիչ փոքր։ Մյուս բաղադրիչը յուրահատուկ բաղադրիչ է, դա մանգոն է։ Կվերցնենք մեկ մանգո։ Ամբողջը կարծում եմ շատ կլինի։ Կլպում ենք կեսը։ Սա էլ ենք կտրատում խորանարդիկների։ Այստեղ կանաչ մաս կա, հեռացնենք։ Հենց մանգոն փափկեց, կավելացնենք մանր կտրատած լոլիկի չիր 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 շերտ։ Այս ապուրի մեջ առաջարկելու եմ նաև ֆունչոզը, թափանցիկ լապշա։ Վրան լցնում ենք մի փոքր եռացրած ջուր, որ փափկի, կարողանանք կտրատել։ Լոլիկի չրի հետ ապորին կավելացնեմ նաև պահածոյացված կանաչ ոլոր։ Կես բաժակ։ Կավելացնեմ նաև նախապես մաքրած, խաշած ծովախեցգետիններ 300 գրամ։ Այսպես կտրենք մեջտեղից, ավելի հարմար կլինի, կափարիչ է, մոռացա, դնենք վրան, սա դեռ կարծում ևս 1 րոպե կարող է մնալ։ Այս համանունքը արդեն կարելի է հանել։
Լցնում ենք ծովա խեցգետինը, ֆունչոզան, այսպես մկրատով կտրում ենք մի քանի տեղից, որ հարմար լինի ուտելը։ Հենց իր ջրով լցնում ենք կաթսայի մեջ, դնում ենք նախապես տապակված նարինջը, կիտրոնի շերտերը, ավելացնում ենք կոկոսի կաթ, մոտ 100 մլի։ Կես լայմի հյութ, եփում ենք ևս 5 րոպե, որից հետո կավելացնենք թարմ կանաչիներից սամիտ, կես փունջ, 1, 2, 3 ցող, թարմ սամիթը լցնելուց հետո կրակը անջատում ենք, ծածկում ենք կափարիչով, թողնում ենք 15 րոպե թրմվի ապուրը, որից հետո կարելի է մատուցել։ Ծովախեցգետնով ապուր։ Լոլիկի ջրով համեմված ձիթայողի մեջ նարնջի և կիտրոնի շերտեր դնել, տապակել, հանել կաթսայից։ Նույն կաթսայի մեջ լցնել մանր կտրատած գլուխ սոխ, դարձյալ լոլիկի ջրի ձիթայողով տապակել։ Համեմել աղով, շաքարավազով, սոդայով։ Ավելացնել զողաձև կտրած բեկոն։ Համեմել չորացրած սամիթով։ Հենց կարմրի, ավելացնել սպիտակ կիսաանապակ գինի, 3 րոպե եփելուց հետո ավելացնել եռացրած ջուր։ Թանձիֆի մեջ դնել դափնու տերև, սև հատիկավոր պղպեղ, նեխուրի տերևներ, կապել, կախել կաթսայի մեջ։ Կաթսային ավելացնել կարճ թելիկների կտրատած կամ քերած գազար, խորանարդիկների կտրատած սուկինի, մանգո։ Հենց մանգոն փափկի, ավելացնել լոլիկի չիրը, պահածոյացված կանաչ ոլոր։ Թանձիֆը հանել կաթսայից, ավելացնել նախապես խաշած, կտրատած ծովախեցգետիններ։ Ֆունչոզա թրջել, թողնել փափկի։ Հենց փափկի, մի քանի տեղից կտրատել, իր ջրով լցնել կաթսայի մեջ։ Ավելացնել նարնջի և կիտրոնի շերտերը, կոկոսի կաթ, լայմի հյութ, եփել ևս 5 րոպե։ Ավելացնել թարմ սամիթի կտրատած տերևներ, թողնել 15 րոպե, որից հետո մատուցել։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք տավարի փափկամիս, հավի լյարդ, դառը շոկոլադ, անապակ կարմիր գինի և ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Այսօր էլ այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։